Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրերն են EduTrend կրթական նախագծի համահիմնադիրներ Մանե Բարեղամյանն ու Իսկուհի Ստեփանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, քանի որ հաղորդումը նվիրված է կրթությանը, կրթություն, բու, աշխատաշուկա, այս կարելի է ասել թրենդային տարբեր կրթական ոլորտների զարգացմանը, այսօր խոսելու ենք կրթության մասին, եւս մեկ անգամ, քանի որ անընդհատ խոսվում է այս թեմայի մասին, կրթությունը չի հնանում։ Ուզում եմ մի հատ հասկանանք առհասարակ EduTrend նախագիծը, ովքեր են, ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ ենք մենք տալիս հանրությանը նախագծով։ EduTrend կրթական նախագծի ետևում կանգնած ենք ես եւ Իսկուհին։ Իհարկե շատերը չեն պատկերացնում, որ այս ահռելի աշխատանքը մենք անում ենք երկուսով, բայց շատ աշխատանքային փորձառություններ կուտակելուց, աշխատելուց եւ կոնֆերանսային ֆորմատներ կազմակերպելուց հետո ինքներս հասկացանք, որ ունենք մեր սոցիալական պատասխանատվության չափաբաժինը եւ ուզում ենք իսկապես մեր սոցիալական պարտքը ինչ որ կերպով հատուցել եւ երկար մտորումների արդյունքում եկանք այն գաղափարախոսությանը, որ ուզում ենք կրթության ոլորտում ունենալ այնպիսի մի նախագիծ, որը ուսանողության շրջանակում կզարգացնի եւ կնպաստի կրթության բարելավմանը։ Եվ իհարկե որոշեցինք EduTrend-ը որպես հստակ նաև խորագիր ունեցող նախագիծ ներկայացնել հանրությանը։ Եթե Իսկուհին որևէ ձևակերպման մեջ է ավելացնելու բան ունի, թող ինքն էլ ասի։ Շատ լավ։ Ինչպես Մանեն նշեց, EduTrend-ը սոցիալական եւ կրթական նախագիծ է ուսանողների համար, այսինքն մեր հիմնական թարգեթը ուսանողներն են, բայց մեր նախագծին շատ ակտիվորեն մասնակցում են նաեւ ավագ դպրոցի աշակերտներ, ովքեր առաջին քայլերն են կատարում իրենց մասնագիտական ուղղությունը ընտրելու ճանապարհին, եւ մենք փորձում ենք ձևավորել շատ հզոր ուսանողական համայնք, չեմ վախենա այս բառը արդեն ասել, որովհետեւ մեր կողքին կանգնած են մոտ 400 ուսանողներ։ Նախորդ կոնֆերանսի ընթացքում մենք 200-ից ավել մասնակից ենք ունեցել, նմանատիպ ցուցանիշ ունենք նաև հաջորդի ժամանակ, այսինքն գրանցվողների թիվն եմ այստեղ շեշտում եւ փորձում ենք կապ ստեղծել հաջողակ կայացած մասնագետների, գործարարների եւ նաև ուսանողների միջեւ, որպեսզի նրանք networking իրականացնեն եւ առաջին իրենց քայլերը կատարելիս օգնող ձեռք ունենան։ Կարելի է այս ամեն ինչը մի քանի նախադասությամբ ամփոփել, որ դուք օգնում եք ուսանողին կամ ապագա ուսանողին, դիմորդին էլ եւս, որպեսզի ինքը գտնի իր տեղը, առհասարակ ինչ որ մի տեղ գտնի իր տեղը եւ ուղղորդում եք աշխատաշուկա արդեն այն ուսանողներին, ովքեր պատրաստվում են ավարտել բուհը եւ գնալ աշխատաշուկա։ Այս ճանապարհին դե բնականաբար մարդիկ միշտ ունենում են խնդիրներ, քանի որ իրենց ստացված կրթությունը այդքան էլ կարող է եւ չհամապատասխանել աշխատաշուկայի պահանջներին։ Ուզում եմ հասկանալ, որքանով եք դուք պատրաստում այդ մարդկանց դեպի աշխատաշուկա գնալուն։ Իրականում չեմ կարող ասել, որ մեր այս ֆորմատի միջոցառումը հենց այդ պատրաստելու գործընթացն է իրականացնում, սա ավելի շատ կրթության գործընթացն է իրականացնում, նպաստում է, որպեսզի երիտասարդները ել ավելի ոգևորվեն, մոտիվացվեն, ինքնակրթությամբ զբաղվեն, այսինքն փնտրեն այն ճանապարհները եւ գտնեն այն ճանապարհները, որոնք կնպաստեն իրենց հետագա կարիերայի ձևավորմանը։ Բայց եթե դիտարկենք աշխատաշուկայի հետ համեմատականը, կարող եմ վստահ ասել, որ եթե մեր ուսանողները եւ մեր միջոցառման ներկա գտնվողները լինեն մի փոքր ավելի նախաձեռնող եւ ակտիվ, իրենք միանշանակ կարող են ապագայում իրենց աշխատաշուկայի հարցը, աշխատանքի հարցը լուծել, որովհետեւ մենք ներգրավում ենք միջոցառման ընթացքում այնպիսի մասնագետների, ովքեր կարող են հանդիսանալ մենթորներ, ուղղորդող, մարդիկ, ուսուցիչներ, ովքեր միշտ բաց են կոմունիկացիայի համար եւ պատրաստակամ են օգնել։ Քանի որ մեր EduTrend կրթական նախագծի առաջին միջոցառումը տեղի ունեցել անցած տարի տնտեսագիտական համալսարանում, արդեն կարողանում ենք փոքրինչ համեմատական անել, առաջին կոնֆերանսի եւ արդեն երկրորդ սպասվող կոնֆերանսի միջև, վստահ կարող եմ ասել, որ
Եվ խոսնակները եւ մասնակիցները կարողանում են միմյանց հետ լավ կապը պահպանել, ինչու ոչ նաեւ իրենց համար հարթել այն ճանապարհը, որը ապագայում գուցե իրենց շատ մեծ հաջողությունների տանի։ Եվ ինչպես Իսկուհին ասաց, ձևավորվում է մի հետաքրքիր համայնք, որը մինչեւ օրս մեզ հետ էլ խոսնակների հետ եւս կապ է պահում, անընդհատ կապի մեջ ենք, խոսում ենք, շփվում ենք եւ նկատում ենք նաեւ, որ մեր միջոցառումներին գալիս են սովորաբարային երիտասարդները, ովքեր իսկապես շատ հետաքրքրված են ու նրանք գալիս են շատ մարտական տրամադրվածությամբ որևէ բան վերցնելու, սովորելու եւ իրենց հետ տանելու համար։ Ես ուզում եմ մի համեմատական տանենք ձեր ուսանողական տարիների եւ այ հիմա որ դուք այս ծրագիրը անում եք, այս ներկա պահին ուսանողների ուսանողական տարիների, արդյոք կար ձեր ուսանողական տարիներին այսպիսի նախագիծ, այսպիսի մտքեր, որ օգնում էր ուսանողին բացի ակադեմիական կրթություն ստանալը նաև ինչ որ չափով ոչ ֆորմալ կրթություն ստանալ եւ կարմիր թելի նման գտնել դեպի ավելի իր երազանքների աշխատանքը, իր երազանքների ուսումը տանող ճանապարհը։ Այս հարցին երևի թե ես կպատասխանեմ, որովհետև ավելի հին ուսանող եմ ես, Իսկուհին դեռ սովորում է։ Երբ 8 տարի առաջ ես ընդունվեցի կոնսերվատորիա, ես կոնսերվատորիան եմ ավարտել, ավելի շուտ եմ կներեք ընդունվել 8-9 տարի առաջ երբ ընդունվեցի, այն ժամանակ նախ կոնսերվատորիայի, կոնտինգենտը լրիվ այլ բանի մասին է, մենք այնտեղ լրիվ այլ բաներով ենք զբաղվում, բայց ինչքանով որ ես եմ հիշում, այո, որոշակի ակտիվություններ կային եւ ես լինելով ակտիվ ուսանող շատ հաճույքով մասնակցում էի տարբեր նախաձեռնությունների։ Բայց հիմա, քանի որ դեռ շարունակում եմ իմ ուսումը որպես ասպիրանտ եւ գիտական գործունեություն եմ ծավալում, կարող եմ վստահ ասել, որ հիմա ուսանողների համար վերջին 3-4 տարիների ընթացքում ավելի հասանելի է դարձել ալտերնատիվ կրթությունը, ոչ ֆորմալ կրթությունը, որովհետեւ միջոցառումներն են առաջին հերթին շատ, երկրորդը իվենթային ֆորմատներն են շատ զարգացել, խոսնակներ, իվենթներ, միջոցառումներ, կոնֆերանսներ, վստահ եմ ինձ հետ համաձայն կլինեք, եւ մարդիկ այսօր ունեն ընտրության մեծ հնարավորություն անգամ հիմա միջոցառումներն այնքան շատ են, որ եթե ցանկություն էլ ունենաս բոլորին մասնակցելու, գուցե չստացվի։ Եվ հիմա ուսանողները կարողանում են ընտրել թե որն է իրենց հետաքրքիր եւ որին են ուզում գնալ, մասնակցել եւ որտեղից են ուզում որևէ բան սովորել։ Վստահ կարող եմ համեմատականի պարագայում ասել, որ իմ ուսանողության տարիներին ընտրության հնարավորություն կար, բայց այդքան էլ, ընտրությունը մեծ չէր, իսկ հիմա ուսանողները շատ մեծ հնարավորություն ունեն իրենց ապագան լավ հարթելու։ Քանի որ Իսկուհին դեռ ուսանող է, հարցը իրեն եմ ուզում ուղղել։ Այս ծրագիրը ուսանողների համար է։ Միշտ ես էլ իմ ուսանողական տարիներում տեսել եմ, որ ուսանողներն են անում ուսանողների համար։ Մեծ տարիքով ուսանողները անում են իրենցից հետո եկող ուսանողների համար։ Այդ սերնդափոխությունը, այդ ուսանողի մասին մտածելու այդ պահը ճիշտ է ընկալվում մյուս ուսանողների կողմից առհասարակ, օրինակ ես միշտ բախվել եմ այն խնդրին, որ ասել են ոնց կարելի է 4-րդ կուրսի ուսանողը, 2-րդ, 3-րդ կուրսի ուսանողների համար անի ծրագիր, ինչ գիտելիքներ պիտի ունենա եւ այլն, այս ամեն ինչի հարթ ճանապարհը գտել եք արդյոք։ Շատ լավ, փորձեմ պատասխանել հետևյալ կերպ, քանի որ ես արդեն որոշակի առումով ունեմ ֆիդբեքեր հավաքած իմ կրտսերընկերներից, ինչպես արդեն Մանեն նշեց, ես դեռ ուսանող եմ, 4-րդ կուրսում եմ սովորում, շուտով պետք է ավարտեմ եւ կարող եմ ասել, որ շատ դրական արձագանքեր եմ ստացել ավելի ցածր կուրսի ուսանողներից, հենց իմ համալսարանում սովորող, ովքեր դրական են արձագանքել, մասնակցել են մեր EduTrend-ի առաջին կոնֆերանսին, քանի որ հենց տեղի ունեցել տնտեսագիտական համալսարանում, որտեղ ես սովորում եմ, այս առումով անկեղծ ասած ոչ մի բացասական արձագանք ուրիշների կողմից չեմ ստացել, միայն դրական են եղել բոլոր արձագանքները ու ինքներս էլ իրականում փորձել ենք ստեղծել այնպիսի նախագիծ, որը իսկապես արդյունավետ կլինի եւ ես եւ Մանեն շատ մեծ սոցիալական պատասխանատվություն ենք այս տեսանկյունից միշտ զգացել, որ եթե կարող ենք ունենք որոշակի առումով կուտակած փորձ, եթե կարող ենք այլ մարդկանց օգնել
իրենց կյանքի որակը փոխել, իրենց կրթության մակարդակը փոխել եւ ավելի լավը դարձնել, ուրեմն անպայման մենք դա պետք է անենք եւ մեր ուժերի սահմանում հենց այս նախագիծն էր, այսինքն մեր ուժեղ կողմը միջոցառումների կազմակերպումն է, մասնավորապես կոնֆերանսային ֆորմատով, ընտրել ենք այնպիսի ֆորմատ, որը մեզ շատ հոգեհարազատ է, որտեղ մենք կարող ենք ազատ շարժվել, հետաքրքիր բաներ մտածել եւ դա մատուցել նաեւ այլ ուսանողներին։ Ուսանողների կողմից էլ արձագանքը եղել է դրական եւ շարունակում է լինել դրական, այսինքն իրենք էլ են հասկանում, որ տարիքային տարբերությունը լինի 2 տարի թե լինի 10 տարի, այս դեպքում կարծում եմ շատ մեծ նշանակություն չունի, եթե քո կողքին կանգնած է մի մարդ, ումից դու կարող ես ինչ-որ մի բան վերցնել, սովորել, ով քեզ կարող է օգնել առաջին քայլերը կատարել, քանի որ ես մի փոքր ավելի շուտ եմ երևի այլ ուսանողների համեմատ սկսել, հենց առաջին կուրսից, հետեւաբար այս ընթացքում չեմ ասում, որ շատ ահռելի, բայց որոշ չափով փորձ եմ հավաքել, որը փորձում եմ փոխանցել նաև իմ կուրսընկերներին, համակուրսեցիներին։ Տեսեք, երբ որ ծրագիր է սկսվում, ցանկացած նախաձեռնության հիմքում ինչ-որ խնդիր է լինում, որ այս խնդիրը պիտի հիմնախնդիր, որ այս հիմնախնդրին պիտի մենք տանք մեր նպատակը, որ այս նպատակը պիտի խնդիրներով եւ գործողություններով հասնենք դրա լուծմանը։ Չկա աշխարհում երևի ինչ-որ մի նախագիծ, որը այդ հիմնախնդրից չի սկսել։ Ուզում եմ մի փոքր անդրադառնանք այն հիմնախնդիրներին, այն հիմնակարային հիմնախնդիրներին կրթության ոլորտի, որոնցից ասենց բխել է ձեր ծրագիրը արդեն, թե որ ասում են տրիգերը որն էր, որ ասենց լույս վառվեց ու այդ ծրագիրը մենք կարողացանք կյանքի կոչել ու մեր նպատակները որոնք են։ Ըստ իս կրթության ոլորտը օր-օրի փոխվում է եւ ոչ միայն փոխվում է Հայաստանի Հանրապետությունում, այլ առհասարակ ամբողջ աշխարհում։ Նախ հիմա շատ այդպիսի ձևակերպումներ եմ նկատում, որ արդյոք մարդկանց հարկավոր է դիպլոմ, արդյոք մարդկանց հարկավոր է հիմնական կրթություն, թե մարդիկ կարող են որևէ մասնագիտություն ձեռք բերել 1 տարի դասընթացների գնալիս եւ այս ինֆորմացիայի հանրամատչելի դառնալը լիքը բան փոխում է մեր քայլերում, մեր ընտրությունները կատարելիս Եվ ըստեղ կարող եմ ասել, որ մեր տրիգերը եղել է առաջին հերթին մեզ համար, ինքներս մեզ համար ստեղծել այնպիսի մի միջոցառում, այնպիսի մի ֆորմատ, որը առաջին հերթին օգտակար կլինի, ես ավելի ճիշտ եկեք իմ անունից խոսեմ, որը առաջին հերթին օգտակար կլինի օրինակ ինձ համար, հետաքրքիր կլինի, օգտակար կլինի, կնպաստի, որպեսզի ես եւ նոր գիտելիքներ ստանամ եւ նոր կապեր ձեռք բերեմ ու փորձել ենք իսկապես դա անել։ Իսկույն էլ կարծում եմ ինձ հետ այս հարցի շուրջ համակարծիք կլինի, որ երբ դու ունես քաղց, ունես հետաքրքրություն որևէ բան սովորելու, դու ինքդ ուզում ես, որպեսզի այդ քո ստացած ինֆորմացիան լինի ամենալավը, ամենաընտիրը, ամենավորակյալը։ Եվ այս մոտեցումը որդեգրելով մենք փորձել ենք ընտրել այնպիսի ոլորտներ, շոշափել այնպիսի թեմաներ, որոնք առաջին հերթին կտան մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները եւ իհարկե նաեւ կհետաքրքրեն ու կօգնեն մեր ուսանող ընկերներին։ Քանի որ այս անգամ մեր միջոցառումը առաջնորդության թեմայով է, ես կարծում եմ, որ հիմա կրթության ոլորտը եւ աշխարհը այն տենդենսներով է շարժվում, որ մարդիկ համայնքային մտածողությունից գնում են դեպի ավելի եսակենտրոն մտածողության։ Մի փոքր հիմա գուցե եսակենտրոն բառը, եզրույթը ինքը լավ չի հնչում, բայց անկախ ամեն ինչից մարդիկ համայնքային մտածողությունից գնում են դեպի անձնական կարիերայի, որովհետեւ անհատի անձնական կարիերայի անհատապես երևալու, դրսևորվելու եւ կարծում եմ, որ այս ամենին նաեւ նպաստել են սոցցանցային ակտիվությունը ու մարդիկ ուզում են ամեն ինչ անել, որպեսզի իրենց բրենդը հնչի, իրենք լինեն կիզակենտրոնում եւ սա ոչ լավ է, ոչ վատ, չեմ կարող որակել, նայած որ մի տեսանկյունից ես նայում ու այս ամենը եւս կրթության մեջ նոր տենդենսներ է բերել, որը ինձ շատ է դուր գալիս, որովհետեւ ստիպում է ցանկացած մարդու վերանայել հմտությունները եւ զարգացնել որոշակի առաջնորդական կարողություններ, որը դարձել է հիմա մի տեսակ պարտադիր։ Հիմա ոնց նայում եմ, շփվում եմ, ինքս էլ բիզնեսով եմ զբաղվում, հասկանում եմ, որ եթե դու չունես առաջնորդական կարողություններ, հմտություններ, դու այսօրվա դարաշրջանում չես կարող լինել մրցունակ։ Ցավոք, դա այդպես է։ Ու հիմա մեր միջոցառման ընթացքում մենք այս անգամ տալու ենք հնարավորություն
որպեսզի մասնակիցները ստանան այնպիսի հետաքրքիր ինսայթներ, որ իրենք կարողանան այդ փորձը կուտակելով, լսելով, այդ ինսայթներն օգտագործելով կարողանան իրենց մեջ զարգացնել առաջնորդի մտածողությունը, առաջնորդի պահվածքը, բնավորությունը եւ իհարկե այդ ամենը օգտագործելով կարող են հասնել իրենց նպատակներին եւ երազանքներին։ Մենք որ խոսեցինք դիպլոմից, շատ եմ լսել, երբ որ ասում են, ինչների տա պետք է դիպլոմը 6 տարի սովորում եք ու այդ դիպլոմը ոչ միտեղ ձեզնից ոչ մեկ չի ուզելու, չի բացելու, չի նայելու, բայց մեր հաղորդման շրջանակներում միշտ արծարծում ենք այն գաղափարը, որ ի վերջո ակադեմիական կրթությունը, համալսարանները, այդ բուհական ասված սենյակները կարելի է ասել, իրենք ոչ թե մեզ գծով տանելու են ուղիղ հասցնեն մեր երազանքի աշխատանքին, այլ իրենք ճանապարհն են ցույց տալու, ձևն են ցույց տալու, առհասարակ ակադեմիական կրթությունը իմ կարծիքով քեզ տալիս է լայն աշխարհայացք, մտածողության զարգացում, իսկ թե արդեն դու ոնց կարող ես քո ծարավը հագեցնել կրթության ոլորտում, դա արդեն տարբեր է, օրինակ մարդիկ կան գիտությամբ են այդ ծարավը հագեցնում, մարդիկ կան ավելի պրակտիկ գործունեությամբ տարբեր մասնագիտություններում ու իմ համար միշտ այդ կռիվը եղել է տարբեր ձևերով, որ ոնց կարելի է 4 կամ 6 տարի կրթություն ստանալը փոխել մի քանի ամսվա կուրսերով։ Միանշանակ։ Ես անկեղծ ասած շատ համամիտ եմ ձեզ հետ, որովհետև իմ դասախոսներից մեկն էր միշտ նշում, որ համալսարանը հարթակ է, որտեղ դուք անverջ կարող եք սխալվել ու ոչ մեկ ձեզ ձեր սխալի համար չի մեղադրի, այսինքն այն սխալները, որ դուք այդ ընթացքում գործում եք, երբեք ճակատագրական չի լինելու։ Ու դուք դիտարկեք որպես հնարավորությունների մեծ դաշտ, օրինակ ամեն օր կանգնեք 40 հոգանոց խմբի առջև, ովքեր ձեր ընկերներն են ու նրանց առջև ելույթ ունեցեք։ Դա ձեզ կտա հնարավորություն դառնալու ավելի ինքնավստահ։ Օգտվեք բոլոր հնարավորություններից, որովհետև կան շատ տարբեր ծրագրեր, նույնիսկ համալսարանի ներսում կան ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, որոնց կարող եք մասնակցել։ Օգտվեք այս բոլոր հնարավորություններից, որովհետև դրանցից յուրաքանչյուրը քո որևէ որակի զարգացմանն է նպաստում։ Տեսեք, որ մենք միշտ խոսում ենք առաջնորդի կերպարից, առհասարակ պատկերացումները ձևավորվում են միշտ մեծ տարիքի մարդու մասին, այսինքն ինքը պիտի լինի հասուն, 40-ն անց երևի թե դա չգիտեմ որտեղից է գալիս, բայց առաջնորդի այդ կերպարը մեկը իմ համար այդպես է ձևավորվել, որ առաջնորդը պիտի լինի մեծ տարիքով մարդ։ Ես ուզում եմ հասկանամ ոնց եք դուք ուսանողներին ցույց տալիս այդ առաջնորդի երիտասարդ կերպարը, որովհետև առաջնորդը երբ որ լինում է երիտասարդ ու առաջնորդում է իր տարիքակից երիտասարդներին, դա զգացողությունները անբացատրելի են, երբ որ դու կարողանում ես քո հետևից ու քո գիտակից գաղափարների հետևից տանել, չգիտեմ, մի հոգին 10 հոգու 20 հոգու կամ հարյուրավոր մարդկանց, դա էլ է կարելի ասել են փափուկ հմտությունների երևի ամենազարգացած հմտությունը, որը պիտի մեր տարիքային երիտասարդները անընդհատ զարգացնեն։ Ինձ հետաքրքիր է դուք ոնց եք համոզել բառը այստեղ մի քիչ վատ է հնչում, բայց համոզում այդ երիտասարդներին, որ իրենք կարող են լինել առաջնորդ։ Ըստ իս այստեղ հետաքրքիր ընկալումներ կան, որովհետև շատ ժամանակ ես էլ եմ մտածում, որ առաջնորդը պիտի լինի 40-ն անց, հասուն, կայացած կոստյումով, շատ լուրջ ինչ-որ մեկը, ով մինիմում արտակնապես պիտի քեզ վրա շատ լավ տպավորություն թողնի։ Իդեպ ուզում եմ այստեղ մի մեկնաբանում անել, որ մենք նաև այդ առաջնորդի կերպարի եւ արտաքին տեսքի մասին ենք մտածել մեր միջոցառման ընթացքում, հրավիրել ենք ոճաբանի, ով նաև պիտի խոսի հենց, առաջնորդի ճիշտ արտաքինից, սա գիտություն որպես այսպես ասեմ։ Ինչը վերաբերում է ընկալումներին, ես էլ միշտ այդպես եմ մտածել, որ առաջնորդը պիտի լինի տարիքով մեծ, լուրջ ինչ-որ մարդ, բայց հիմա էլի տենդենսները զարգանում են այնպես, ու ժամանակը այնքան արագ է փոխվում, որ երիտասարդները ուզում են ոչ թե տեսնել միանգամից 20 տարվա
ժամանակային լագ ունեցող, հա, ինչ որ արդյունք, այլ ուզում են, որպեսզի իրենք տեսնեն ռեալ արդյունք, որը իրենց շատ մոտ է տարիքային առումով, հա, այսինքն 25 տարեկան երիտասարդը ուզում է տեսնել 28 տարեկանում իր, հա, սերնդակիցը ինչ հաջողությունների է հասել, որովհետև այդտեղ տարիքային տարբերությունը շատ փոքրիկ է։ Եվ այստեղ մարդիկ ուզում են տեսնել առաջին հերթին անցած ճանապարհը, որը իրենց համար շատ ավելի ընկալելի եւ տեսանելի է, հա, օրինակ հիմա իմ իսկուհու մեջ կա տարիքային տարբերություն 4-5 տարվա։ Հիմա ես շատ բաներ անկեղծ սովորում եմ իսկուհուց որպես երիտասարդ, որովհետև տեսնում եմ, թե ինքը ինչքան ակտիվորեն իր գիտելիքները, իր փափուկ հմտությունները օգտագործում է իր կարիերայի համար, բայց այստեղ ինչումն է հարցը։ Իսկուհին էլ տեսնելով ինձ վստահ եմ կարաս այստեղ դու ասես, բայց տեսնում եք 5 տարվա տարբերությունը ու սովորում է թե ես ինչ եմ որոշ բաներ արել, օրինակ, հա, բիզնեսում կրթության մեջ օրինակ ինչ հաջողությունների եմ հասել եւ այդ մարդուն հետաքրքիր է իմ անցած ճանապարհը, բայց երբ մենք խոսում ենք անցած ճանապարհի մասին, որը մոտավորապես 20 տարվա պատմության մասին է խոսքը, այստեղ ինչու օրինակը այդքան էլ տեղին չէ, որովհետեւ 20 տարի առաջ տենդենսները, հնարավորություններն ու ճանապարհները լրիվ այլ էին, իսկ հիմա այո, բայց իսկ հիմա միանշանակ հիմա ամեն ինչ շատ ավելի հասկանալի է, բնականաբար այսօր 20 տարեկան երիտասարդը ավելի հաճույքով եւ ավելի հեշտությամբ կհասկանա 25 տարեկան երիտասարդին, քան օրինակ 45 տարեկանին, ինչքան էլ որ 45 տարեկանը կամ 50-ն անց մարդը լինի ժամանակակից եւ խոսի հնարավորինս ժամանակակից տերմինոլոգիայով։ Անկախ ամեն ինչից ինձ թվում է, որ մարդիկ ուզում են ծանոթանալ քո անցած ճանապարհին եւ հենց քո փորձին, որովհետեւ այսօր վերացական խոսելը, պատմելը, հաջողության ճանապարհի եւ բանի մասին դա այդքան էլ հետաքրքիր չի, մարդիկ ուզում են հստակ իմանալ, թե դու ոնց ես արել, դու ինչ քայլերի հաջորդականություն ես արել եւ քեզ այդ ճանապարհի ընթացքում կոնկրետ ով է օգնել։ Գուցե դու կարող ես այդ մարդու, հա, այդ կոնկրետ ում համարը փոխանցել, կոնտակտի հանել, սրանք կարծում եմ շատ հետաքրքիր հնարավորություններ են, որոնք երիտասարդները ուզում են իրարից իմանալ եւ սովորել։ Եթե դեմ չեք, ես էլ այս հարցին մի փոքր պատասխանեմ։ Առաջնորդը իմ ընկալմամբ եւ ես ինչպես փորձում եմ բացատրել իմ կրտսեր ընկերներին, այն մարդն է, ով անում է այն, ինչն այս պահին ամենաանհրաժեշտն է եւ որ ամենակարևորը ինքն ունի առաքելություն, իսկ առաջնորդությունն առհասարակ հմտություն է, որը ժամանակի ընթացքում դու պետք է զարգացնես։ Այսինքն, եթե դու ծնվել ես ու ծնված օրվանից հստակ արտահայտված առաջնորդության հմտություններ չունես, ինչպես մենք օրինակ կհիշենք դպրոցական տարիքում ավելի ակտիվ երեխաների, ովքեր դասարանի լիդերներն են լինում կամ բակային միջավայրում լիդեր են լինում, դա չի նշանակում, որ դու ապագայում այդպիսի մարդ չես լինելու։ Ես ասում եմ հենց իմ օրինակով, քանի որ ես շատ пассив աշակերտ եմ եղել դպրոցական տարիքում, իսկ արդեն ուսանողական տարիքում դարձել եմ շատ ակտիվ ուսանող, ով նմանատիպ նախագծեր է իրականացնում։ Այսինքն դու անդադար պետք է աշխատես քո վրա, որովհետև այո, առաջնորդներ կարող են դառնալ, եթե դու անդադար քո վրա աշխատես, ունենաս նպատակասլացություն, եւ սա ամենօրյա աշխատանք է ու հմտություն է, որը պետք է զարգացնել, եւ մենք փորձում ենք նաեւ այս մեսիջը փոխանցել մեր շատ սիրելի ուսանողներին, բոլոր մասնակիցներին, որ առաջնորդ դառնալու ճանապարհը իրականում շատ բարդ է, բայց այն անհնարին չէ եւ իրենցից յուրաքանչյուրը կարող է ապագա հրաշալի առաջնորդ լինել, որոնցից իրականում կախված է հենց մեր ողջ ապագան, մեր այն ամենը, ինչ հետագայում մեզ հետ ու մեր հայրենիքի հետ բնականաբար տեղի կունենա։ Եթե խոսենք ոչ ուսանողների մասին, խոսենք աշակերտների մասին, ովքեր ապագա դիմորդներն են, քանի որ այդ մանկական տարիքից են ձևավորվում այդ ջիղը, որ դու առաջնորդ ես լինելու կամ երեխայի մեջ կա այդ հնարավորությունը, որ կարող է նա զարգացնել, ինչպես անել, որ այդ իր հնարավորությունն ու հմտությունը չկոտրվի մինչև համալսարան հասնելը։ Հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև ես դասավանդելու ժամանակ շատ եմ նկատում, որ մինչև 10 տարեկան, մինչև 15 տարեկան շատ լավ դրսևորվող բալիկները երբեմն ավելի մեծ հասակում փոխվում են եւ կարդինալ բնավորության փոփոխություն է դրսևորվում։
Այստեղ լիքը ազդող ֆակտորներ կան, անկեղծ ասած։ Ընտանիքի ֆակտորներ շատ մեծ, նայած թե դասերակցության ընթացքում, ուսումնառության ընթացքում մարդը ինչ հոգեբանական փոփոխությունների կհանդիպի։ Այո, շատ երիտասարդներ կան, որ իրենք ոնց դպրոցական տարիներում ակտիվ էին, այսպես ամեն հարցում եւ ամեն տեղ կային, իրենք մինչեւ վերջել այդպիսին են լինում, այսինքն չկորցնելով իրենց բնավորության հիմնական կետերը, բայց շատ երեխաներ կան, ովքեր իրոք կոտրվում են կոմպլեքսների արդյունքում, մեծանալու այդ անցումային տարիքում ձեռք են բերում ցավոք սրտի հոգեբանական խնդիրներ, կոմպլեքսներ, որոշակի նաև դրսից արդեն ազդող բաներ են լինում, որոնք հանգարում են երեխաներին ավելի լավ դրսևորվել։ Չկոտրվելու շատ տարբերակներ կան, առաջին հերթին կարծում եմ այստեղ շատ մեծ աշխատանք կա ծնողների հետ տանելու, որովհետև առաջին ձեռք դասերակցությունը երեխան ստանում է ծնողներից եւ իհարկե ծնողներից ընտանիքից զատ նաեւ դպրոցում պիտի այդ ամենը շատ լավ կատարվի, որովհետև մեր ուսուցիչները պիտի ամեն կերպ փորձեն երեխաներին համոզել, ինչպես դուք ասացիք, որ իրենք ունեն շատ լավ ռեսուրսներ, որովհետև երբեմն երեխան սկսում է ինքը իր ռեսուրսին չհավատալ, սկսում է ինքը իրեն թերագնահատել, կոմպլեքսավորվել, ամաչել։ Ու այստեղ ուսուցիչները շատ կարևոր դեր են, որովհետև սովորաբար մենք ուսուցիչներին ընկալում ենք որպես մեզ համար հեղինակություններ եւ երբ մեզ համար հեղինակություն հանդիսացող մարդիկ շատ մոտիվացնող կերպով, մեզ բացահայտող կերպով փորձում են մեզ առաջ տանել, նշել մեր բնավորության լավ կողմերը եւ մեզ, այսպես ավելի բարձրացնել, միանշանակ երեխայի մոտեցումը եւ բնավորությունը փոխվում է։ Ինչու եմ սա այսպես ասում, որովհետև ինքս ունեցել եմ դասավանդման փորձ եւ 2-3 տարվա տարիների արդյունքում տեսել եմ նույն աշակերտը ինչպիսի տրանսֆորմացիա կարող է ունենալ 3 տարի առաջ, ինչպիսին է նա եղել, ինչպիսի արտահայտված բնավորության գծերով եւ օրինակ 3 տարի անց նա ինչ է դարձել ու արդեն դու կարողանում ես կամաց երեխայի հետ աշխատելով կանխատեսել նրա ապագան։ Շնորհակալ եմ շատ, որ մեր տաղավարում էիք, դա առաջին հերթին, երկրորդը, որ քննարկում էինք հետաքրքիր մի թեմա, որը ոչ թե կապ ուներ միայն ուսանողներին, այլ հենց կապ ուներ ապագա ուսանողներին, ապագա աշխատաշուկայում աշխատողների համար շատ հետաքրքիր թեմա էր։ Ես ցանկանում եմ, որ նմանատիպ միջոցառումները նախ շարունակական լինեն ու իրենք այս, ինչպես ասում են, աշնանային կամ գարնանային այդ վիրուսի ֆոնի հետ իրենք տարածվեն, որովհետև մեր նախագիծը, որը որ մենք իրականացնում ենք այս հաղորդաշարը, դա միտված է այդ բուհին, այդ աշխատաշուկա բուհ կապին, որ այն մարդիկ, ովքեր որ բուհերում ավարտում են, իրենք իմանան այստեղից մասնագետների կարծիքը, որ ամեն մեկը ունի այն հմտությունը, որ ինքն էլ կարող է այնքան զարգանալ իր կրթության մեջ, իր արդեն աշխատաշուկայում, դառնալ այդ ոլորտի առաջատար մասնագետը եւ մի օր էլ ինքը խորհուրդներ տա արդեն իրենից հետո եկող սերնդին։ Ես եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ, ձեր նախագծին մաղթում եմ հաջողություններ, հուսով եմ, որ շատ հետաքրքիր նորություններ եմ լսելու ձեր նախագծից։ Շնորհակալ եմ շատ։ Երևի վերջնական ուղղակի փորձենք ինչ-որ խոսքով հանդես գալ աշակերտների եւ նաեւ ուսանողների համար։ Ես սա կասեմ որպես ուսանող եւ որպես իսկուհի պարզապես, թե աշակերտներին, թե ուսանողներին է վերաբերվում, վստահաբար թե դպրոցում եւ թե համալսարանում կլինեն մարդիկ ձեր ճանապարհին, ինչպես դուք արդեն նշեցիք, որ կփորձեն ձեզ կոտրել գիտակցաբար եւ անգիտակցաբար։ Հիմնականում անգիտակցաբար, երբեմն նաեւ գիտակցաբար, ու այսպեսի մի լավ խոսք կա, ասում է դու կարող ես սպանել երազողին, բայց ոչ երբեք նրա երազանքը։ Հետևաբար ինչ երազանք էլ որ ունենաք, թող դա ձեզ համար երբեք անհավանական չթվա, որովհետև երբ նվիրված ես լինում քո երազանքներին ու նպատակներին ու քայլեր ես կատարում դրա ուղղությամբ, դու միշտ հաջողում ես։ Ուղղակի երբեք չպիտի թույլ տաս, որ արտաքին միջավայրը կամ նույնիսկ քո ներսում կատարվող process-ները խանգարեն քեզ այդ ճանապարհին, պետք է միշտ առաջ գնաս, չհանձնվես ու անդադար աշխատես ինքդ քեզ վրա ու վստահաբար այդ դեպքում ամեն բան հնարավոր կդառնա։
Մի բան էլ ես ավելացնեմ, ամփոփելով զրույցը, առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մանկավարժական համալսարանին նման աջակցության եւ պատրաստակամության համար եւ ուզում եմ շեշտել, որ EduTrend կրթական նախագիծը այս անգամ համագործակցում է մանկավարժական համալսարանի ուսանողական գիտական ընկերության հետ եւ համագործակցությունը բավականին լավ է ստացվում, տեսնում ենք թե ինչպիսի ոգևորված ուսանողներ կան, ովքեր պատրաստակամ են եւ օգնել եւ մեզ հետ հավասար կազմակերպել աշխատել ու կարծում եմ, որ սա էլ այն վառապացույցն է, որ ուսանողության շրջանում կան շատ տաղանդավոր եւ հետաքրքիր երեխաներ, երիտասարդներ, որոնց պարզապես պետք է օգնել եւ ցույց տալ այն ճանապարհը, որը իրենց համար կարող է դառնալ հետագայում շատ բարենպաստ եւ իհարկե այն մարդիկ, ովքեր հետաքրքրվեցին մեր այս զրույցից հետո մեր միջոցառումով, սիրով հրավիրում ենք մարտի 20-ին ժամը 2-ին մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի Կարմիր դահլիճ, որպեսզի գան եւ ներկա գտնվեն մեր առաջնորդության մասին կոնֆերանսին, վստահաբար գալու պարագայում շատ հետաքրքիր բաներ կսովորեն եւ իհարկե նոր ու հետաքրքիր գաղափարներով կգնան դեպի իրենց երազանքները։ Շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք աշխատանքի ուսուցումը տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը։ Մենք խոսում էինք կրթական արդի խնդիրներից։ Կհանդիպենք։